Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի նախագահները։ Կողմերը քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի հիման վրա ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել փոխշահավետ առևտրային և ներդրումային կապերի ընդլայնմանը, այդ թվում տրանսպորտի և էներգետիկ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման միջոցով։ Կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ։ Վերահաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը աջակցելու այդ երկխոսության առաջ մղմանը։ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցով հանգստյան օրերին լավ քննարկումներ են ունեցել, հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել, որ պատերազմող կողմերի միջև ատելությունը շատ մեծ է։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով Կիևը պատրաստ է համաձայնության հասնել, Մոսկվան ևս հաշվի առնելով նավթի գների անկումը։ Թրամփը նաև մեկնաբանել է մայիսի 9-ի կապակցությամբ երրորդյա հրադադար հաստատելու Ռուսաստանի առաջարկը։ Կարծես դա այդքան էլ շատ չէ, բայց չպետք է մոռանալ, թե ինչ վիճակ էր նախկինում։ Հուսանք ինչ-որ բան կստացվի, նշել է նա։ Անդրադառնալով էլ Գազայի հատվածում զարգացումներին, մատակարարումների անհնարինության հետևանքով հումանիտար ճգնաժամ ստեղծվելուն, ասել է. «Կօգնենք Գազայի ժողովրդին սնունդ ստանալ, Համասը խանգարում է դրան, գողանում է մատակարարվող ամեն բան»։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղը Փարիզում կընդունի Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարային։ Սա երկրում Բաշար Ալ-Ասադի վարչակազմի տապալումից հետո իշխանության եկած նոր առաջնորդի առաջին եվրոպական այցն է, որը տեղի է ունենում Սիրիայում ազգային ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վերջին շրջանում սկսված բռնությունների ֆոնին։ Ըստ Ելիսեյան պալատի, Մակրոնը մտադիր է հանդիպման ժամանակ հաստատել Ֆրանսիայի աջակցությունը ազատ, կայուն և ինքնիշխան Սիրիայի կառուցմանը, որը կհարգի սիրիական հասարակության բոլոր ներկայացուցիչներին։